падգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ եւ այն ժամանակ էլ պաշտպանում էի անդիմադիրների շահերը եւ անդիմադիրների իրավունքները եւ խոսում էի բոլոր այն խախտումների մասին, ժողովրդավարության խախտումների մասին, որ եղել են, այնպես չի, որ միայն նոր եմ սկսել այդ մասին խոսել եւ դա ձեզ համար զարմանալի է։ Ինչ վերաբերում է, գիտեք, ես բերեցի ընդամենը վերջին օրինակը, որ Գյումրիում 41 մեղադրյալ, այդ թվում 2 անչափահաս 41 մեղադրյալներ են արձանագրվել այս բան, որոնցից 2-ը անչափահաս, բայց դա ընդամենը վերջինն է։ Գիտեք, մենք մի երկիր ենք, որտեղ որ հայտարարության համար մարդուն 2 տարի դատապարտում են, խոսքը վերաբերում է Միքայել Սրբազանին, որովհետև որոշել են, որ մի տարի առաջ դա հանցագործություն չէր, հաջորդ տարվա ընթացքում դա դարձավ հանցագործություն։ Մենք մի երկիր ենք, որտեղ բերում են ազգային ժողովում ձայնագրություններ են, ուրեմն միացնում այսպես կտրված ձայնագրություններ եւ այլն, հետո պարզվում է, որ այդ ձայնագրությունները բոլորովին այլ բանի մասին են եւ 18 հոգի այս պահին անցնում են դատական process-ներով։ Այսինքն այսին բերած օրինակը մեկն էր, ես կարամ դեռ շարունակեմ այս ամեն ինչը, ու այս պայմաններում մենք խոսում ենք Եվրոպական միություն գնալու մասին, խոսում ենք, որ մեր ժողովրդավարությունը այնպիսին է, որ Եվրոպական միությունը գրկաբաց ընդունելու է մեզ։ Ինչ վերաբերում է միջանցքի ընկալմանը, ես ասացի, որ Ադրբեջանի ներողություն, Թրիփին եւ միջանցքի ընկալում Ադրբեջանի կողմից։ Ես հենց այդպես խոսքը դրան է վերաբերում եւ ոչ թե իմ կողմից է դա, խնդրում եմ հանկարծ չկարծեք, թե ես եմ դա օգտագործում, այլ ուզում եմ ասեմ, Թրիփը, երբ որ դուք ասում եք չպետք է միայն սահմանափակել Ադրբեջան եւ Նախիջևան այդ միացման հնարավորությամբ, ես ասում եմ Ադրբեջանի ընկալումը։ Ես ասում եմ, որ Ադրբեջանի պաշտոնյաներն են խոսում Զանգեզուրի միջանցքի մասին։ Եվ հետեւաբար այս պարագայում երևի թե պետք է այդ հարցի շուրջ խոսեք իրենց հետ, իրենցից հասկանաք, թե իրենց ընկալումը որն է ի վերջո։ Տիկին Վարդան, իրենց հետ խոսել ենք եւ եկել ենք մի մեկնաբանության, որի տակ ստորագրել են իրենց նախագահը իրենց կողմից, մեր կողմից էլ մեր վարչապետը։ Ու քանի որ դա տես շատ կարևոր պայմանավորվածություն է համարվել, մի հատ էլ եկել այդ ստորագրելա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, երևի ճանաչում եք։ Հիմա այդտեղ գրած է, որ այդ կապուղիները շրջափակվում են մի քանի հիմնարար սկզբունքների ներքո, որոնք են տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, երկրների ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ նշվում է նաեւ փոխադարձաբար առավելությունը կողմերի համար։ Հիմա այդ գրված, ստորագրված նարատիվի հետ ես որևէ խնդիր չունեմ եւ չեմ կարծում որևէ ողջամիտ մարդ կունենա կամ Հայաստանի լավը ցանկացող որևէ ողջամիտ մարդ կունենա։ Դրանից դուրս ինչ մեկնաբանություններ են, նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանեմ, ել եմ ասում, կա հստակ շրջանակ, դու ոչ միայն շրջանակ, որ ուզում եք իմանաք հստակ անուն, որի շուրջ պայմանավորվել են Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, հստակ նկարագրություն, որի տակ ստորագրել է Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Միացյալ Նահանգների նախագահը։ Դրանից այն կողմ, ում երևակայությունը ինչի է հերիքում, ինչ մեկնաբանության, չեմ ուզում ես մեկնաբանեմ, մենք իրականացնելու ենք ապաշրջափակում նշած սկզբունքների համաձայն, այն մի կտորն էլ իրականացնելու ենք մենք Միացյալ Նահանգների հետ, անունն է լինելու Թրիփ ուղի։ Որևէ մեկ այս ասածը չի կարող դնի կասկածի տակ, մնացածը արդեն չգիտեմ ինչ ժանրից է։ Հիմա նաև ասում եք, որ մենք մի երկիր ենք, որտեղ հայտարարության ձեր ընդդիմադիր եղած ժամանակ, ինչ ասեցիք, իմ ընդդիմադիր եղած ժամանակ սենց էր թե սենց չէր եւ ասում եք, որ հայտարարության համար մարդ է գրում։ Տիկին Վարդան, ես չգիտեմ, դուք ո՞նց եք հիշում ոչ այնքան վաղ անցյալը, բայց իմ ընդդիմադիր եղած ժամանակ ընդդիմադիրներին սպանում էին։ Մարտի 1 ա եղել, չի եղել մարտի 1, սխալ բան եմ ասում։ 10 քաղաքացի զոհվել է այդ գործողությունների արդյունքում։ Ընտրությունները զանգվածաբար, ես ձեզ չեմ ընդհատել, ընտրությունների արդյունքը ժողովրդավարության ամենաուղիղ իրականացման ամենավառ ուղիղ օրինակ մեխանիզմը, ընտրությունների արդյունքները տարիներ շարունակ համակարգային կերպով կեղծվել են։
սկսած այն ամենաբռի լցոնումներից, ավտոմատով բան մտնելուց, տեղամաս, լույսերի անջատումից վերջացրած տուփեր գողանալ, վերջացրած վերջին տարիներում շատ ավելի ցիվիլ ձևերով, ընտրակաշառքով եւ փողով ընտրությունների կազմակերպմամբ եւ այլն եւ այլն։ Ես իմ ընդդիմադիր ժամանակ նորից եմ կրկնում, մենք կարայինք մեզ թույլ տայինք եւ նախ եւ առաջ բարոյական կամ այլ պատկերացումներ ձեռնով չեն, բայց պատկերացնեք որևէ ընդդիմադիր կարողանալ օգտագործել այնպիսի բառամթերք, ինչպես հիմա ձեր գործընկերներն են օգտագործում։ Ձեր ձերոնց իշխանության եղած ժամանակ կարարելներ ընդդիմություն, որը կարար այդքան մեդիա ռեսուրս ունենար։ Ես ինչ հեքիաթ եք պատմում, մենք ենք ապրել։ Իմ ապրած կյանքը եկել եք ինձ հակառակ ձևով պատմում եք, ես էլ հո նոր դպրոցը ավարտող երիտասարդ չեմ, որ չգիտեմ ընդդիմությունը 15 տարի առաջ, 10 տարի առաջ ինչ վիճակում էր։ Մենք մեդիա ռեսուրս ունեինք, մենք կարանք ասես բաներ ասենք, որ մեր հասցե են գրում։ Ասում եք հայտարարության համար մարդ են բռնել։ Մեր ժամանակ կարայինք դատական բանի հույս ունենանք։ Հիմա հանգիստ նստացեք, որովհետև գիտեք, որ եթե այդ արժանաշ ապացույցներ իրավապահ համակարգը չներկայացնի, այդ նույն դատարանը չի համարի բան, արժանահավատ եւ այդ մարդուն չի տա այդ բանը։ Եթե տա էլ կգնաք լիքը բողոքարկելու տեղեր կա, այդ դատավորների մի մասը ձեր հետ ավելի քաղաքական կապեր ունեն, քան մեր իշխանության։ Խնդրում եմ, շատ կարանք տարբեր բաներից խոսանք, բայց ժողովրդավարությանը եւ չգիտեմ նախկինում իբր ժողովրդավարությանը եւ նախկինում մեր ընդդիմության եղած ժամանակ ինչ որ հեքիաթային երանելի կամ այսօրվանից ավելի լավ պայմանների մասին գոնե այդտեղ մի մտեք էլի գոնե այդտեղ մի մտեք